Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ի ժամը 23:50-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գրակ են բացել սահմանակոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել։ Հավաքները կլինեն 3 ամիս ժամկետով 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման անհրաժեշտությամբ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինին հանդիպում է ունեցել հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ հոգեշնորհ Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի հետ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Հայաստանն Օմանի սուլթանությունում ռեզիդենտ դեսպանություն կհիմնի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշակած նախագծով առաջարկվում է Օմանի սուլթանությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն, նստավայրը Մասկատ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով։ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է, իսկ Թբիլիսիի Դինամո մարզադաշտը 1 խաղով որակազրկվել Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան անցումային խաղերի երկրորդ հանդիպման ավարտից հետո երկրպագուների դաշտը մտնելու, ճայթուկների օգտագործման, ելքերի արգելափակման եւ լազերային լույսերի օգտագործման պատճառով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40,000 եվրոյով, իսկ Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։ Ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում եւ Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես արգելվելու է մեքենաների կանգառը Պուշկինի փողոցի համար 50 հասցեին հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում, Բաղրամյան պողոտա, Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա, Իսահակյան փողոցի խաչմերուկ։ Եվրամիության առանձին երկրներ կտրականապես դեմ են հանդես եկել Ուկրաինայի կարիքների համար արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման։ Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել, որ Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով։ Դոնալդ Թրամփը հայտնել է այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։ Թրամփի խոսքով իր առաջին նախագահության ժամանակ պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ, ինչի արդյունքում Իրանը չի կարողացել միջուկային զենք ստանալ։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին ոչ ոք չգիտի։